Սակայն Կարեն Դեմիրճյանը չլռեց։ Նա ընտրեց այլ ճանապարհ։ 1998 տարվա նա հիմնեց Ժողովրդական կուսակցությունը։ Այս կուսակցությունը դարձավ նրա նոր գործիքը։ Սա էր իշխանության նպատակը, եւ նա պիտի հասներ դրա ամենամեծ նպատակին։ 1999 տարվա ապրիլին նա միացավ Վազգեն Սարգսյանի Հանրապետական կուսակցության հետ եւ ստեղծեց Միասնություն դաշինքը։ Սա էր անսպասելի դաշինք։ Տեսեք երկու մարդ, որոնց միասին անհամատելի էին, բայց նրանց միացումը դարձավ Հայաստանի համար ամենավտանգավոր սպառնալիքը։ 1999 տարվա մայիսին Միասնություն դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրությունները 43% ձայներով։ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Նրա լռությունը վերջանանս խոսեց։ Սակայն այս անգամ նա խոսեց ոչ թե ինչու լռեց, այլ ինչու ընտրեց իշխանության այլ ճանապարհ։ Ռոբերտ Քոչարյանը գործնականորեն մեկուսացված էր քաղաքական բեմից։ Դեմիրճյանի եւ Սարգսյանի դաշինքը դարձել էր նախագահի համար լուրջ սպառնալիք։ Սակայն 1999 տարվա հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչի համար հայկական ժողովուրդը երկար ժամանակ էր պատրաստված։ 5 զինվոր տղամարդ, լրագրող Նայիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին խորհրդարանի շենքը։ Վազգեն Սարգսյանը դարձավ առաջին թիրախը։ Կարեն Դեմիրճյանը կորցրեց կյանքը նույն այդ օրը։ 8 մարդ զոհեր գնացին այդ օրը, այդ թվում 30-ից ավելի վիրավորվեցին։ Եվ ահա մենք հասնում ենք այն ողբերգական հեղեղանքին։ Կարեն Դեմիրճյանը լռեց, որպեսզի խուսափի արյունահեղությունը։ Սակայն արյունը հեղվեց այնուամենայնիվ։ Նրա լռությունը պիտի կանխեր արյունահեղությունը, բայց արյունը հեղվեց այնուամենայնիվ, նրա սեփական արյունը։ Քոչարյանը ստացավ բացարձակ իշխանությունը։ Նա ոչ մի ապացույց տվեց այդ մասին։ Կարեն Դեմիրճյանն էր ինժեներ, որը դարձավ քաղաքական գործիչ։ Նա սովորեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ դարձավ Հայաստանի ամենախոստացած մարդկանցից մեկը։ Նրա ծնողները մահացել էին, երբ նա դեռ մանուկ էր։ Կյանքը նրան ուղղեց դեպի ուժեղ մարդու մոտ, եւ նա սովորեց ինքն իրեն, որից հետո մտավ գործարանի աշխարհը։ Այդ գործարանը Հայէլեկտրամեքենան էր Հայաստանի ամենամեծ գործարանը։ 15 տարի նա կառավարեց այդ գործարանը, եւ 15 տարի նա էր նրա տնօրենը, հեռու քաղաքականությունից։ Սովետական տարիներին Հայաստանը ծաղկում էր Դեմիրճյանի անվան տակ։ Երևանի մետրոնը կառուցվեց նրա օրոք, եւ նա դարձավ այն մարդը, որին ժողովուրդը վստահում էր։ Սակայն սովետական համակարգը փլվեց, եւ Հայաստանի անկախությունը սկսվեց նոր դարաշրջան։ Դեմիրճյանը մնաց հին դարաշրջանի նոր մասը, մոռացված էր ավելի քան 15 տարի։ Սակայն 1998 տարվա նա վերադարձավ քաղաքականություն, եւ նրա վերադարձը դարձավ անսպասելի։ Նա էր սովետական ժամանակների վերջին մասը, բայց նա ծնվել էր նոր ժամանակների մեջ։ Առաջին փուլում 12 թեկնածուներից Դեմիրճյանը գրավեց հայկական ժողովրդի սիրտերը։ Գյուղերի մարդիկ եկան նրա հանդիպումներին, խնդրեցին նրանց, ընծայեցին նրան։ Սակայն երկրորդ փուլը ցույց տվեց տարբեր պատկեր։ Ռոբերտ Քոչարյանը էր Ծաղկադաշտի մարդը։ Նա եկել էր Ծաղկադաշտի հիակամարտի պատերազմից։ Նրա թեկնածությունը արդեն իսկ կասկած էր, որովհետև նա չէր Հայաստանի քաղաքացի եւ ստանալով բնակչության պահանջը չէր բավարարում։ Դեմիրճյանը էր այն մարդը, որին հայկական ժողովուրդը վստահում էր։ Նա խոսում էր քիչ ընդհանուր, նա դասախոսում էր լսարաններին, սակայն նրա լռությունը վիրավորեց ժողովրդին։ Մարդիկ, որոնք հավատացել էին նրան, զգացին, որ իրենց առաջնորդը լռեց։ Նրանք սպասում էին, որ նա կդուրս գա փողոցներ եւ կպահանջի արդարությունը, սակայն նա չարեց։ 15 տարի այդ մարդիկը կանգնեցին նրա դռներին եւ կխնդրեցին նրան, սակայն դռները արդեն փակ էին։ Դեմիրճյանի լռությունը դարձավ նոր սերնդի սկիզբը։ Հայաստանի պատմությունը այս կետին դեռ չգիտեր այդպիսի վիրավոր։ Ռոբերտ Քոչարյանը էր Ծաղկադաշտի մարդը։ Նա եկել էր Ծաղկադաշտի հակամարտի պատերազմից եւ դարձավ Հայաստանի վարչապետը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական լինել։ Քոչարյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նրա թեկնածությունը կասկածած էր, որովհետև նա չէր Հայաստանի քաղաքացի։ Սակայն նա ստացավ նախագահի աթոռը եւ իշխանությունը կենտրոնացվեց նրա ձեռքում։ Դեմիրճյանը էր ստրատեգ։ Նա գիտեր, որ փողոցի հանելը նշանակում էր արյունահեղություն։ Նա գիտեր, որ իշխանությունը կարող էր գրավել խորհրդարանի միջոցով։ Վերջին հաշվով նա չուներ կուսակցական կառույց։ Նրա անունը կապված էր ժողովրդի հավատարմության հետ, բայց նա չուներ փողոցները դուրս հանելու ուժը։ Սա էր իշխանության նպատակը։ Սա էր Դեմիրճյանի ստրատեգիան։ Սա էր այն ճանապարհը, որը վերջին հաշվով հանգեցրեց նրա տրագիկական վաղճամահին։ Այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Դեմիրճյանի լռությունը դեռ հուզում է ժողովրդին, սակայն հիմա մենք պիտի սկսենք սկզբից։ Պիտի սկսենք այնտեղից, որտեղ ամեն ինչ սկսվեց։ 1932 տարվա Երևանի մեջ ծնվեց մի տղամարդ։ Սա էր Կարեն Սերոբի Դեմիրճյանը։ Դեմիրճյանի լռությունը ունի բազմաթիվ պատճառներ,
Առաջինը այն էր, որ նա չէր ուզում արյունահեղություն եւ քաղաքացիական կոնֆլիկտ։ Հայաստանը նոր էր անկախանալ եւ ծանր էր, եւ փողոցի հանելը կարող էր դարձնել վտանգավոր։ Երկրորդ պատճառն նա չուներ կազմակերպական կառույց։ 15 տարի նա էր Հայաստանի առաջին քարտուղարը եւ նա գիտեր իշխանության մեխանիզմները։ Նա գիտեր, որ փողոցի հանելը ծանր։ Հարված կին բերի, բայց խորհրդարանական ճանապարհը կին բերի հաստատ հաղթանակը։ Երրորդ պատճառն նա գիտեր, որ իշխանությունը կարող էր գրավել խորհրդարանի միջոցով։ Նա էր ստրատեգ եւ նա գիտեր դա։ Սա էր նրա փորձառությունը։ 1999 տարվա մայիսին տեղի ունեցավ այն, ինչի համար Դեմիրճյանը եւ Սարգսյանը այնքան սպասում էին։ Միասնություն դաշինքը հաղթեց 43% ձայներով։ Սա էր հսկայական հաղթանակ։ Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ եւ նրա ձայնը դարձավ ավելի բարձր, քան երբևէ նախկինում։ Վազգեն Սարգսյանը դարձավ նրա գործընկերը։ Սարգսյանը էր պաշտպանության նախարարը, պատերազմի հերոսը, ուժեղ եւ կտրուկ մարդը։ Դեմիրճյանը էր ժողովրդի սիրածը։ Նրանց միացումը էր վտանգավոր, որովհետև միավորում էր ժողովրդի սերը եւ զենքի ուժը։ Սարգսյանը ուներ բանակի եւ անվտանգության միջոցները, իսկ Դեմիրճյանը ուներ ժողովրդի հավատարմությունը։ Ռոբերտ Քոչարյանի համար Դեմիրճյանի եւ Սարգսյանի դաշինքը էր ամենամեծ վտանգը։ Նրանք միասին կենտրոնացրել էին նախագահին քաղաքական բեմից։ Դեմիրճյանը ուներ ժողովրդի հավատարմությունը, իսկ Սարգսյանը ուներ բանակի եւ անվտանգության միջոցները։ Միասին նրանք մի կողմ էին։ Սակայն հոկտեմբերի 27-ին 5 զինվոր տղամարդ, գլխավորած Նայիրի Հունանյանով, ներխուժեցին խորհրդարանի շենքը։ Վազգեն Սարգսյանը դարձավ առաջին թիրախը, իսկ Կարեն Դեմիրճյանը կորցրեց կյանքը նույն այդ օրը։ 8 մարդ զոհեր գնացին այդ օրը եւ 30-ից ավելի վիրավորվեցին։ Խորհրդարանը դարձավ սքի վայր։ Սքի վայր բանի հետո այդտեղ տիրեց լռությունը։ Դեմիրճյանի լռությունը պիտի կանխեր արյունահեղությունը, բայց արյունը հեղվեց այնուամենայնիվ։ Սա էր ողբերգական հեղեղանքը։ Նա լռեց, որպեսզի խուսափի արյունահեղությունը։ Սակայն նրա հետագա քաղաքական վերադարձը դարձրեց նրան նույնիսկ ավելի վտանգավոր իշխանությունների համար։ Քոչարյանը ստացավ բացարձակ իշխանությունը։ Նա ստացավ այն, ինչի համար մարդիկ այնքան սպասում էին։ Հայկական ժողովուրդը մնաց առանց առաջնորդի, եւ դա էր ամենացավ ծանր պահը։ Դեմիրճյանը մահացավ հետո օրերին, եւ Քոչարյանը մնաց իշխանության բեմից։ Վերադարձնենք հոկտեմբերի 27-ին։ Այդ օրը սկսվեց որպես սովորական առավոտ։ Խորհրդարանում ընթանում էր հարցուպատասխանի նիստը, եւ ամեն ինչ նորմալ էր։ Նայիրի Հունանյանն էր լրագրող, որը զինվոր էր։ Սա էր նախկին հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Նա եւ 4 այլ տղամարդիկ ներխուժեցին խորհրդարանի շենքը։ Վազգեն Սարգսյանին մոտենալով ասացին. «Բավական է մեր արյունը խմելը», եւ այն մարդը հանգիստ պատասխանեց։ Կարեն Դեմիրճյանի որդին Ստեփանը շարունակեց հորը գործը։ Նա ստանձնեց ժողովրդական կուսակցության առաջնորդը եւ ընդդիմացավ Քոչարյանին։ 1203 տարվա Ստեփան Դեմիրճյանը առաջադրվեց Քոչարյանի դեմ նախագահական ընտրություններում։ Նա ստացավ 32.2%։ Պատմությունը կրկնվեց։ Հայրը ընդդիմացավ որդուն բողոքի դեմ։ Սակայն Ստեփանը էլ պարբերվեց երկրորդ փուլում։ Արտաքին դիտորդները ֆիքսեցին բազմաթիվ խախտումներ։ Որոշ ընտրատեղամասերից ձայները կեղծված էին, տուփերը լցված էին ձայներով, եւ ընտրական հանձնաժողովների անդամները հեռացված էին դիտորդումից։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարեց, որ երկրորդ փուլը չէր համապատասխանում իրենց չափանիշներին։ Սա էր պաշտոնական հայտարարություն։ Արևմտյան դիվանագետների կողմից կատարված հարցումները ցույց տվեցին, որ Դեմիրճյանին սատարում էր 53% աջակցություն։ Սակայն 53%-ն էլ գնաց Քոչարյանին, իսկ ժողովուրդը սպասում էր։ Սպասում էր, որ Դեմիրճյանը կդուրս գա փողոցները եւ կպահանջի արդարությունը։ Սպասում էր, որ իրենց առաջնորդը կներկայացնի գողացված հաղթանակը։ Սակայն Դեմիրճյանը չարեց։ Նա չելավ փողոցները, նա չելավ հանրահավաքները, նա չելավ արտաքին դիտորդների զեկույցները, նա չելավ այն, ինչ որ բոլորը տեսնում էին։ Սակայն ինչու նա չարեց։ Ինչու նա չելավ գողացված հաղթանակը։ Սա էր այն հարցը, որը հուզում է հայկական ժողովրդին մինչև այսօր։ Հոկտեմբերի 27-ի հանցագործությունը երբեք լուրջ պարզաբանվեց ամեն ինչ։ Մարդիկ հարցնում էին, ով էր կանգնած հրազենների հետևում։ Արդյոք Քոչարյանը կապ ուներ հրազենների հետ։ Պատասխանը երբեք չտրվեց։ 6 ոչ մեկ ապացույց չգտնվեց։ Քոչարյանի համագործակցությունը հրազենների հետ, սակայն բոլորը գիտեին, որ նա ստացավ բացարձակ իշխանությունը։ 5 մարդ՝ Նայիրի Հունանյանը, իր եղբայրը Քեռին եւ 2 այլ տղամարդիկ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նրանք հայտարարեցին, որ իրենք արարքը կատարեցին իրենց նախաձեռնությամբ։ Սակայն համոզում ենք ասել, արդյոք իրոք նրանք գործեցին իրենց նախաձեռնությամբ։
Սա հարց է, որի վրա մենք երբեք չենք կարողանա պատասխանել։ Կարեն Դեմիրճյանը թաղվեց Կոմիտասի Պանթեոնում։ Երևանում նրա անունով կոչկեցին դպրոց, մետրոյի կայարան եւ համերգային համալիր։ Սակայն նրա անունը մնաց նաեւ անվան։ Սա էր այն մարդու անունը, որը խորհրդանշանակ էր այն, ինչ որ Նիկոլ Ծերետելին էր Ռուսաստանի համար։ Մարդիկ նրան սիրում էին։ Մարդիկ նրանց նկարները դնում էին նրա պատկերներով եւ հիշում էին նրան։ Սակայն նա մնաց լռությամբ, միայն 4 կետի ու 1 գերեզմանում։ Սա էր նրա վարճի վերջին ծառայողը։ Դեմիրճյանի թաղման արարողությունը տեղի ունեցավ Ազատության հրապարակում։ Տասնյակ հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ անելու։ Երևանը լացում էր։ Մարդիկ արտասվում էին։ Նրանք լացում էին, որովհետև գիտեին, որ նրանց առաջնորդը երբեք չէր կարողանա պաշտպանել նրան։ Սակայն դա էր ուշ։ Դեմիրճյանի լռությունը չստեղծվեց։ Նա լռեց այն պահին, երբ գողացված հաղթանակը գնաց նրանից եւ ծանր գնացով հանեց։ Սակայն այս պատմությունը ունի ավելի խոր իմաստ, քան կարող է թվալ։ Դեմիրճյանի լռությունը այսօր էլ հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Ինչու նա լռեց։ Սա էր այն հարցը, որը մենք պիտի հասկանանք։ Ինչու նա ընտրեց լռությունը։ Ինչու նա չպատերազմեց գողացված հաղթանակի համար։ Սա էր ստրատեգիական հաշվարկ է, թե բարոյական թուլություն, ես չգիտեմ։ Սակայն մեկ բան գիտեմ։ Նա էր ինժեներ, որը դարձավ քաղաքական գործիչ։ Եվ ինժեներները գիտեն, որ իշխանությունը գրավելու համար նախ պետք է գրավել ձայներ, ապա պետք է գրավել ժողովրդի սիրտերը։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Կարեն Դեմիրճյանը ընտրեց լռությունը, սակայն նրա լռությունը դարձավ ավելի բարձր, քան նրա խոսքերը։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Սա կսկսվի միայն այն օրը, երբ Դեմիրճյանի վերջին սերունդը պատմության մեջ մտնի իր անվերջ հանգիստը։ 1974 տարվա Կարեն Դեմիրճյանը էր Հայաստանի ամենահզոր քաղաքական գործիչը։ Սովետական Հայաստանը նրա օրոք ծաղկում էր։ Նա եկավ եւ կառուցեց այն, ինչ որ բոլորը ցանկանում էին։ Երևանի մետրոն կառուցվեց նրա օրոք։ Սա էր ոչ միայն տրանսպորտային նախագիծ, այլ հպարտության աղբյուր։ Մետրոն դարձավ քաղաքի խորհրդանիշը, եւ մարդիկ հավատացին, որ Դեմիրճյանը իրենց մասին է։ Մեծամորի ատոմակայանը կառուցվեց նրա օրոք։ Սա էր ընդամենը հսկայական նպատակ, սակայն նրա օրոք վիճարկվում է։ Սովետական Հայաստանում նա կառուցեց նոր բնակարաններ, նոր գործարաններ, նոր դպրոցներ։ Մարդիկ աշխատում էին, մարդիկ գումարտում էին իրենց կյանքով, սակայն Դեմիրճյանը նրանց համար էր խորհրդանշանակ։ Սա էր այն մարդը, որի հետ նրանք կապում էին իրենց հույսերը։ 1988 տարվա ծաղկադաշտի շարժումը փոխեց ամեն ինչ։ Հայկական ժողովուրդը պահանջում էր արդարություն։ Դեմիրճյանը հայտնվեց ձերքում, երբ ապշարժումը ծավալվեց։ Սա էր ժողովրդական շարժում։ Մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, պահանջում էին իրենց հայրենիքի միացումը։ Սակայն Դեմիրճյանը էր հին համակարգի մասը, եւ նա չէր կարողանում համատեղվել նոր իրադարձություններին։ Գորբաչովը որոշեց նրան հեռացնել։ Այդ պահին Դեմիրճյանը հեռացավ առաջին քարտուղարի պաշտոնից։ Սա էր ուժեղ խարված, բայց ոչ անսպասելի։ 15 տարի նա լռեց, 15 տարի նա սպասեց, 15 տարի նա էր Հայէլեկտրամեկենա գործարանի տնօրենը։ Նա էր հեռու քաղաքականությունից, եւ մարդիկ նրան մոռացել էին։ 1998 տարվա Հայաստանն էր ծանր իրավիճակում։ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնվել էր ծաղկադաշտի հակամարտը, եւ նա ստիպված էր հրաժարական լինել։ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նախագահի տեխնացուին առաջի տեխնացուին առաջադրվեց Դեմիրճյանը։ Նա չէր որևէ կուսակցության անդամ, բայց ժողովրդին հավատարիմ էր։ Դեմիրճյանը էր այն մարդը, որին ժողովուրդը վստահում էր։ Նա էր հին ժամանակների մարդը, էր կայունության խորհրդանիշը, էր նախկին հաջողությունների խորհրդանիշը։ Սակայն այս անգամ նա եկավ քաղաքականություն, եւ ժողովուրդը նրան ընդունեց որպես իրենց փրկիչը։ Ռոբերտ Քոչարյանը էր նոր եւ անծանոթ, ծաղկադաշտի հերոսը։ Արտաքին դիտորդները գնացին Երևան եւ դիտեցին ընտրությունների ընթացքը։ Նրանք տեսան բազմաթիվ խախտումներ։ Տուփերը լցված էին ձայներով։ Ընտրական հանձնաժողովների անձամները հեռացված էին դիտորդումից։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարեց, որ ընտրությունների յերների երկրորդ փուլը չէր համապատասխանում իրենց չափանիշներին։ Սա էր պաշտոնական հայտարարություն, եւ Դեմիրճյանը գիտեր դա։ Սակայն նա լռեց, եւ այս լռությունը դարձավ նրա ամենամեծ գործիքը։ Սա էր նրա ստրատեգիական հաշվարկը։ Սա էր նրա ճանապարհը։ 1999 տարվա հոկտեմբերի 27-ին ժամը 5-ին եւ 15 րոպեին անցավ։ Խորհրդարանում ընթանում էր հարցուպատասխանի նիստը։ Ամեն ինչ էր նորմալ եւ սովորական։
5 զինվոր տղամարդ, գլխավորած Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին խորհրդարանի շենքը։ Նրանք ունեին երկար վերարկուներ, թաքնված իրենց վերարկուների տակ։ Վազգեն Սարգսյանին մոտենալով ասացին. «Բավական է մեր արյունը խմելը»։ Սարգսյանը հանգիստ պատասխանեց. «Ամեն ինչ արվում է ձեզ եւ ձեր երեխաների ապագայի համար»։ Կարեն Դեմիրճյանը էլ նստած էր իր նախագահի աթոռին։ Նա տեսավ դահլիճը, տեսավ արյունը, տեսավ մահը։ Սակայն նա էլ տեսավ իր լռության ավարտը։ 5 մարդ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նաիրի Հունանյանը, իր եղբայրը, Քեռին եւ 2 այլ տղամարդիկ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Սա էր 2003 տարվա դեկտեմբերին։ Դատավարությունը երկար տևեց։ Հունանյանը հայտարարեց, որ իրենք գործեցին իրենց նախաձեռնությամբ։ Սակայն բոլորը գիտեին, որ նա ստացավ բացարձակ իշխանությունը։ Դատավարությունը չբացահայտեց իսկական շարժած ջրմերը, սակայն ծանոթ հարցեր մնացին անպատասխան։ Արդյոք Քոչարյանը կապ ուներ հրազենների հետ։ Արդյոք նա գիտեր։ Սա հարցեր են, որոնց վրա մենք երբեք չենք կարողանա պատասխանել։ Դեմիրճյանի եւ Սարգսյանի մահը թողեց հսկայական բաց Հայաստանի քաղաքական կյանքում։ Նրանք էին այն երկու մարդիկը, որոնք իրոք կարող էին մարտահրավել նախագահին։ Ռոբերտ Քոչարյանը մնաց բացարձակ իշխանությամբ, սակայն նա այդ իշխանությունը ձեռք բերեց արյունով։ Դեմիրճյանի լռությունը դարձավ ծանր գին, սակայն Քոչարյանի իշխանությունը դարձավ ավելի ծանր գին։ Դեմիրճյանի մահից հետո Քոչարյանը իշխեց եւս 17 տարի։ Սա էր նրա համար դարասրճանը, եւ նա դա էր սովորեցնում։ Քոչարյանը իշխեց եւս 2004-2 տարվա։ Վերադարձնենք լռության հարցին։ Դեմիրճյանը չէր ուզում արյունահեղություն, բայց չէր ուզում նաեւ խաղաղություն։ Սա էր քաղաքական հաշվարկ։ Սա էր սառնարուն մտածողություն։ Նա գիտեր, որ իշխանությունը գչյունը գրավելու համար նախ պետք է գրավել ձայներ, ապա պետք է գրավել ժողովրդի սիրտերը։ Եվ նա գրավեց դա։ Նա գրավեց ժողովրդի սիրտերը, սակայն մյուս ճանապարհով։ Դեմիրճյանը գիտեր, որ փողոցի հանելը ծանր էր, սակայն նա գիտեր նաև, որ իշխանությունը կարելի է գրավել խորհրդարանական ճանապարհով, եւ նա ընտրեց այդ ճանապարհը։ Սա էր լռության գինը, սա էր լռության իմաստը, սա էր լռության տրամաբանությունը։ Դեմիրճյանը լռեց, եւ իր լռությամբ նա խոսեց ավելի բարձր, քան իր խոսքերը։ Դեմիրճյանի լռությունը փոխեց Հայաստանի պատմությունը։ Դա էր պարզապես փողոցի հանելը, դա էր պարզապես արդարության վիճակը, դա էր պարզապես ազատության գինը։ Հայկական ժողովուրդը հասկացավ, որ իրենց առաջնորդը լռեց, եւ դա էր ամենածանր պահը։ Սակայն Դեմիրճյանի լռությունը չէր միայն իրավական կամ քաղաքական երևույթ, սա էր բարոյական թուլություն, սա էր մարդկային թուլություն։ Սա էր այն պահը, երբ մեկ մարդ ընտրում է լռությունը եւ լռությունը դատապարտում է նրան։ Իշխանությունը ունի իր գինը։ Սա էր Դեմիրճյանի գինը։ Սա էր նաեւ Քոչարյանի գինը։ Սա էր իշխանության գինը, որն ընկնում է մարդկանց կամքը եւ մարդկանց ազատությունը։ Կարեն Դեմիրճյանը էր մարդ, որը գիտեր իշխանության գինը, սակայն նա ընտրեց այլ ճանապարհ։ Նա լռեց, որպեսզի խուսափի արյունահեղությունը, եւ իշխանությունը գրավեց խորհրդարանի միջոցով։ Վերջին հաշվով նա չուներ կուսակցական կառույց։ Դեմիրճյանը էր ստեր ստրատեգ, եւ նա գիտեր դա։ Սա էր նրա ճանապարհը, սա էր նրա հաղթանակը եւ նա էլ նրա պարտությունը։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի բան։ Սա սովորեցնում է, որ լռությունը կարող է դատապարտել մարդուն, իսկ խոսքը կարող է փրկել նրան։ Դեմիրճյանը ընտրեց լռությունը, եւ լռությունը դատապարտեց նրան։ Սա էր նրա ճակատագիրը, սա էր նրա ողբերգությունը։ Եվ այսօր, տասնամյակներ հետո, մենք դեռ հարցնում ենք այն նույն հարցը. ինչու լռեց Կարեն Դեմիրճյանը։ Գուցե նա լռեց, որովհետև գիտեր, որ իր լռությունը կդատապարտի նրան։ Գուցե նա լռեց, որովհետև գիտեր, որ իր լռությունը կփրկի նրան։ Գուցե նա լռեց, որովհետև իր լռությունը դարձավ իր վերջին գործիքը։ Դեմիրճյանի մանկությունը էր դաժան։ Նա ծնվել էր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1932 տարվա ապրիլի 17-ին։ Նրա երկու ծնողներն էլ հեռացել նրանից, երբ նա դեռ մանուկ էր։ Կյանքը նրան ուղղեց դեպի ուժեղ մարդու մոտ բնավորությունը։ Սովետական տարիներին Դեմիրճյանի տակ Հայաստանը ծաղկում էր։ Նոր գործարաններ էին բացվում, նոր բնակարաններ էին կառուցվում։ Երևանը դարձավ մի մեծ քաղաք, որը ամեն օր ծաղկում էր, եւ մարդիկ կարողանում էին ասել, որ իրենց քաղաքը արձանապատիվ է։ Երևանի մետրոն կառուցվեց Դեմիրճյանի օրոք։ Սա էր հսկայական նպատակ։ Մեծամորի ատոմակայանը կառուցվեց նրա օրոք։ Սա էլ էր հսկայական նպատակ։ Դեմիրճյանը էր այն մարդը, որը գիտեր ինչպես աշխատել։ Նա գիտեր, որ կյանքը աշխատում է իր ժողովրդի համար։ Սակայն իշխանությունը նրա համար էր պատասխանատվություն։ Սա էր նրա կոչումը։
Դավաճանությունը ծանր բառ է, սակայն Կարեն Դեմիրճյանը դավաճանեց իր ժողովրդին։ Սա էր այն հարցը, որը տանջում է մարդկանց սիրտերը։ Վերցրեք այս իրավիճակը այլ կողմից։ Վերցրեք այն պահից, երբ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց նախագահի թեկնածուին։ Վերցրեք այն օրը, երբ նա հայտնվեց իր ձայնը, բայց ոչ իր լռությունը։ Վերցրեք այն գիշերը, երբ նա նստած էր իր տանը եւ նայում էր գողացված հաղթանակի պատկերները։ Վերցրեք այն օրը, երբ նա հասկացավ, որ իր լռությունը գին ունի։ Սա էր դավաճանության գինը։ Նա դավաճանեց իր ժողովրդին։ Սակայն արդյոք նա դավաճանեց։ Թերևս ինչպես կարելի է դավաճանել իր ժողովրդին։ Սա հարց է, որի պատասխանը մենք երբեք չենք իմանա։ Հայաստանը շարունակեց հաջորդ ընտրություններ, եւ ամեն անգամ ընտրությունների հետ կապված էին կեղծություններ։ Դեմիրճյանի լռությունը դարձավ ծանոթ, սակայն այսօր դա էլ թիվ կարող տալ։ Դեմիրճյանի անունը հուզում է մարդկանց սիրտերը, սակայն նրա լռությունը էլ հուզում է մարդկանց սիրտերը։ Սա էր նրա վերջին դասը, սա էր նրա հավերժական մահը։ Այսօր Դեմիրճյանի անունը արտասանում է այնպես, ինչպես լռությունը կարող է արտասանվել։ Սակայն նրա լռությունը խոսում է մեզ ավելի բարձր, քան իր խոսքերը։ Դեմիրճյանի լռությունը դեռ հուզում է Հայաստանի ժողովրդի սիրտերը։ Այն հուզում է որպես հարց, այն հուզում է որպես ցավ, այն հուզում է որպես վերք։ Կարեն Դեմիրճյանը լռեց։ Նա լռեց այն պահին, երբ հայկական ժողովուրդը պահանջում էր արդարություն։ Նա լռեց այն պահին, երբ միջազգային դիտորդները ասում էին, որ ընտրությունը կեղծություն էր։ Նա լռեց այն պահին, երբ նրա աչքերը տեսնում էին գողացված հաղթանակը։ Նա լռեց այն պահին, երբ նրա սիրտը խորտակվեց։ Սակայն նա լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Այս պատմությունը ավարտվեց, սակայն հարցերը մնում են։ Ինչու լռեց Դեմիրճյանը։ Սա հարց է, որի պատասխանը կարող է նաեւ փոխել ամեն ինչ։ 1998 տարվա Դեմիրճյանը սկսեց իր նախընտրական արշավը։ Նա գնաց Հայաստանի բոլոր մարզերը, հանդիպեց մարդկանց հետ, խոսեց նրանց հետ։ Նա էր այն մարդը, որին ժողովուրդը վստահում էր։ Սովետական ժամանակների մարդը, որը դարձավ նոր ժամանակների մարդը։ Նրա նախընտրական արշավը սկսվեց գյուղերի մեջ։ Մարդիկ հիշում էին սովետակ օրերը, եւ Դեմիրճյանը նրանց համար էր այդ օրերի խորհրդանիշը։ Սակայն Քոչարյանը ուներ այլ պլաներ։ Նա ուներ իշխանության մեխանիզմները, ուներ ուժային կառույցները, ուներ բանակի եւ անվտանգության միջոցները, իսկ Դեմիրճյանը ուներ միայն իր անունը։ Նա ուներ ժողովրդի հավատարմությունը։ Սակայն դա էր բավական։ Քոչարյանը ուներ ուժային կառույցներ, բանակի միջոցներ, իշխանության կառույցներ։ Դեմիրճյանը ուներ ժողովրդի սերը։ Առաջին փուլը անցկացվեց մարտի 16-ին։ 12 թեկնածուներից Քոչարյանը ստացավ 38% ձայներ, իսկ Դեմիրճյանը 30%։ Դա նշանակում էր, որ երկրորդ փուլ կլինի, սակայն արդեն իսկ առաջին փուլում Դեմիրճյանը ցույց տվեց գերազանց արդյունքներ։ Սա էր անսպասելի արդյունք։ Սա նշանակում էր, որ Դեմիրճյանը հավատարիմ էր ժողովրդի համար, սակայն երկրորդ փուլը դարձավ ատելատեսարան։ Ռոբերտ Քոչարյանը ստացավ 58.9% ձայներ, իսկ Դեմիրճյանը 40%։ Արդյունքները հայտարարվեցին, կեղծությունը հաստատվեց։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը ուղարկեց դիտորդների խումբ։ Նրանք դիտեցին ընտրությունների ընթացքը բոլոր տեսանկյուններից։ Տուփերը լցված էին ձայներով։ Ընտրական հանձնաժողովների անդամները հեռացված էին դիտորդումից։ Սա էր պաշտոնական հայտարարություն։ Արևմտյան դիվանագետների կողմից կատարված հարցումները ցույց տվեցին, որ Դեմիրճյանին սատարում էր 53% աջակցություն։ Սակայն Դեմիրճյանը լռեց։ Նա գիտեր այս բոլորը։ Նա գիտեր, որ իր հաղթանակը գողացվել էր։ Սակայն նա լռեց։ Եվ նրա լռությունը դարձավ նրա վերջին գործիքը։ Ժողովրդական կուսակցությունը հիմնվեց 1998 տարվա։ Սա էր Դեմիրճյանի նոր գործիքը։ Սա էր իշխանության նպատակը, եւ նա պիտի հասներ դրա ամենամեծ նպատակին։ Կուսակցությունը դարձավ ժողովրդական, եւ իր նպատակը էր ժողովրդի համար աշխատել։ Դեմիրճյանը գիտեր, որ իշխանությունը պիտի գա գործիքներով, ոչ թե խոսքերով։ Նա գիտեր, որ գործելու ժամանակը դեռ չէր եկել։ Սակայն ժամանակը եկավ, եւ կուսակցությունը ծաղկեց։ Սա էր Դեմիրճյանի ստրատեգիական հաղթանակը։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ 1999 տարվա ապրիլին Դեմիրճյանը միացավ Վազգեն Սարգսյանի Հանրապետական կուսակցության հետ եւ ստեղծեց Միասնություն դաշինքը։ Սա էր հզոր քայլ։ Վազգեն Սարգսյանը էր պաշտպանության նախարարը։ Սարգսյանը ուներ բանակի եւ անվտանգության միջոցները։ Դեմիրճյանը ուներ ժողովրդի հավատարմությունը։ Նրանց միացումը էր վտանգավոր։ Միասնություն դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրությունները 43% ձայներով։ Սա էր հաղթանակ։ Ռոբերտ Քոչարյանը գործնականորեն մեկուսացված էր քաղաքական բեմից։ Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ։
Նրա ճանապարհը իրագործվեց։ Սակայն այն, ինչ որ կարծում էր նա գողացված հաղթանակ, դարձավ իշխանության գրավում, այդ պահին դարձավ իրականություն։ Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ընթանում էր հարցուպատասխանի նիստը։ Պատգամավորները նիստեցին իրենց տեղերում։ Ձամը էր 5-ի և 15 րոպեին անցավ։ 5 զինվոր տղամարդ, գլխավորած Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին խորհրդարանի նիստերի դահլիճը։ Վազգեն Սարգսյանին մոտենալով ասացին. «Բավական է մեր արյունը խմելը»։ Կարեն Դեմիրճյանը էլ նստած էր իր նախագահի աթոռին։ Նա տեսավ դահլիճը և արյունը։ Մեկ գնդակ հնչեց, և նա անկավ։ Նա կորցրեց կյանքը նույն այդ օրը։ Կարեն Դեմիրճյանը էր ժողովրդի սիրածը։ Նա էր այն մարդը, որին ժողովուրդը հավատում էր։ Նա էր այն մարդը, որի հետ մարդիկ կապում էին իրենց հույսերը։ Սովետական տարիներին նա էր կառուցել Երևանի մետրոնը, կառուցել գործարաններ, կառուցել բնակարաններ։ Նա էր սովետական առաջնորդը, բայց մարդիկ նրան սիրում էին։ Նրա սիրումը էր անկեղծ։ Դեմիրճյանը խոսում էր քիչ ընդհանուր, լսարանում էր մարդկանց խնդիրները, գնում էր լուծումները։ Սակայն նա լռեց։ Եվ այս լռությունը դարձավ նրա ամենամեծ դավաճանությունը։ Սա էր նրա ժողովրդի նկատմամբ դավաճանությունը։ Լռությունը ունի բազմաթիվ դեմքեր։ Կա լռություն, որը թուլություն է, և կա լռություն, որը ուժ է։ Կա լռություն, որը ստրատեգիա է, և կա լռություն, որը դավաճանություն է։ Դեմիրճյանի լռությունը ուներ բոլոր այս դեմքերը միաժամանակ։ Սա էր թուլություն, որովհետև նա չէր ուզում արյունահեղություն։ Սա էր ուժ, որովհետև նա գիտեր, որ փողոցի հանելը ծանր հարվածքին բերի։ Սա էր ստրատեգիա, որովհետև նա գիտեր, որ իշխանությունը կարելի է գրավել խորհրդարանի միջոցով։ Եվ վերջին հաշվով, սա էր դավաճանություն, որովհետև նա դավաճանեց իր ժողովրդին։ Սակայն ո՞րն է իր լռությունը։ Դա մենք երբեք չենք իմանա։ Սակայն նրա լռությունը մնաց իր գինը, և իր գինը դատապարտեց նրան։ Հոկտեմբերի 27-ի վերապրողները պատմեցին այն օրվա մասին։ Նրանք պատմեցին, թե ինչպես զինվորները ներխուժեցին խորհրդարանի նիստերի դահլիճը։ Վազգեն Սարգսյանին մոտենալով ասացին. «Բավական է մեր արյունը խմելը»։ Զինվորները զբաղեցրեցին ավելի քան 15 ժամ մարդկանց պատանդ։ Սա էր աննախադեպ։ Սա էր անմարդկային։ Սա էր դաժան։ Սակայն դա էր իրականությունը։ Կարեն Դեմիրճյանը ընկավ գնդակի տակ։ Նա էլ տեսավ դահլիճը, տեսավ արյունը, տեսավ մահը։ Նա կորցրեց կյանքը նույն այդ օրը, նույն այդ գիշերը, նույն այդ պահին։ Քոչարյանի իշխանությունը շարունակվեց 17 տարի։ Սա էր երկար ժամանակ, բայց երկար դարաշրջան։ Դեմիրճյանի մահից հետո Քոչարյանը իշխեց ևս 17 տարի։ Սակայն ինչ կատարվեց հոկտեմբերի 27-2, մարդիկ հարցնում էին։ Մարդիկ գաղտնիքներ էին հայտնում։ Մարդիկ կասկածում էին, որ Քոչարյանը եղավ հրազենների հետ։ Սակայն ապացույց չգտնվեց նրա համագործակցությունը հրազենների հետ։ Սակայն Քոչարյանը ստացավ բացարձակ իշխանությունը։ Նա ոչ մի ապացույց տվեց այդ մասին։ Սակայն ինչ կատարվեց հոկտեմբերի 27-2։ Սա հարց է, որի պատասխանը մենք երբեք չենք իմանա։ Տեր-Պետրոսյանը և Դեմիրճյանը էին տարբեր տիպի առաջնորդներ։ Տեր-Պետրոսյանը էր ինտելեկտուալը, Դեմիրճյանը էր ինժեները։ Տեր-Պետրոսյանը էր գաղափարախոսը, Դեմիրճյանը էր կառուցողը։ Սակայն նրանք ունեին մեկ ընդհանուր բան։ Նրանք երկուսն էլ ուզում էին իշխանություն գրավել Հայաստանում։ Սակայն նրանց տեսիլները, նրանց ճանապարհները, նրանց հաղթանակները տարբեր էին։ Այսօր Հայաստանը այլ է։ Սակայն Դեմիրճյանի լռությունը դեռ հուզում է։ Դա հուզում է, որովհետև լռությունը ունի գինը։ Գինը։ Սա հուզում է, որովհետև արդարությունը ունի իմաստը։ Սա հուզում է, որովհետև ազատությունը ունի նպատակը։ Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց ամբողջ ժողովրդին։ Եվ այսօր ամբողջ ժողովուրդը դեռ հարցնում է. ինչու լռեց Դեմիրճյանը։ Սա հարց է, որը մենք պիտի հասկանանք։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Եվ գուցե իր լռությունը դարձավ իր վերջնական գործիքը, և այդ գործիքը դատապարտեց նրան։ Հայաստանի պատմությունը լիքն է ողբերգություններով։ Ամեն օր ծնվում է նոր առաջնորդ, ամեն օր նվիրվում է նոր հույսեր։ Եվ Դեմիրճյանի պատմությունը այս ողբերգությունների մեջ ունի հատուկ տեղ։ Նա էր այն մարդը, որը կառուցեց սովետական Հայաստանը։ Նա էր այն մարդը, որը գործարաններ կառուցեց և մետրոներ բացեց։ Սակայն նա կորցրեց ամեն ինչ։ Սակայն հայկական ժողովուրդը նրան սիրեց, և նա հավատաց նրան։ Սակայն գալիս նոր ժամանակները, նոր առաջնորդները և նոր հույսերը։ Սակայն Դեմիրճյանի լռությունը դեռ հուզում է, և դա էր այն պահը, երբ ժողովուրդը սպասում էր իր առաջնորդին։ 1974 տարվա նոյեմբերին Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Հայաստանի կոնկուսակցության առաջին քարտուղար։ Սա էր կարևոր օրը։ Նա էր 44 տարեկան։
եւ իշխանությունը կենտրոնացվեց նրա ձեռքում։ Սովետական համակարգի մեջ նա էր յուրահատուկ դեմք, սակայն նա գիտեր, որ համակարգի մեջ կարելի է աշխատել։ Նա կառուցեց գործարաններ, բացեց բնակարաններ, կառուցեց դպրոցներ։ Սա էր նրա ճանապարհը։ Սակայն սովետական համակարգը փլվեց եւ Հայաստանի անկախությունը սկսվեց նոր դարաշրջան։ Դեմիրճյանը մնաց հին դարաշրջանի նոր մասը, սակայն նա չէր կարողանում համատեղվել նոր իրադարձություններին։ Գորբաչովը էր նոր աշխարհի մարդը, սակայն ծաղկադաշտի շարժումը սկսվեց եւ Դեմիրճյանը հայտնվեց ձեռքում։ Գորբաչովը որոշեց նրան հեռացնել առաջին քարտուղարի պաշտոնից։ Այդ պահին Դեմիրճյանը հեռացավ, սակայն նա չհեռացավ քաղաքականությունից։ Նա հեռացավ իշխանությունից։ Նա հեռացավ այն, ինչ որ իրեն էր։ Սակայն դա էր սկիզբը։ Սա էր ամենածավծանր հարվածը։ 15 տարի նա էր հայէլեկտրամեկենա գործարանի տնօրենը։ Նա էր Հայաստանի ամենամեծ գործարանը։ Սակայն նա հեռացավ ամեն ինչից եւ մնաց հին դարաշրջանի նոր մասը։ Մոռացված էր ավելի քան 15 տարի։ 15 տարի Դեմիրճյանը լռեց։ 15 տարի նա հեռու էր քաղաքականությունից։ 15 տարի նա էր հայէլեկտրամեկենա գործարանի տնօրենը։ 15 տարի նա մնաց հին դարաշրջանի նոր մասը, մոռացված եւ մոռացված ավելի քան 15 տարի։ Սակայն 1998 տարվա նա վերադարձավ քաղաքականություն։ Սա էր նրա երկրորդ գալուստը։ Սա էր նրա վերադարձը։ Սա էր նրա նոր կյանքի սկիզբը։ Վերադարձը սկսվեց գյուղերում։ Դեմիրճյանը գնաց Հայաստանի բոլոր մարզերը։ Նա հանդիպեց մարդկանց, խոսեց նրանց հետ։ Լսարանում էր նրանց խնդիրները, սակայն նա էլ հավատարիմ էր ժողովրդի համար, եւ ժողովուրդը նրան սիրում էր։ Արևմտյան դիվանագետները էլ տեսել էին նախընտրական ընտրությունների ընթացքը։ Նրանք գիտեին, որ Դեմիրճյանը կարող էր հաղթել։ Նրանք գիտեին, որ նախընտրական ընտրությունները չէին բավարարում նրանց չափանիշներին։ Սակայն Դեմիրճյանը լռեց։ Նա չէր ուզում կոնֆլիկտ եւ արյունահեղություն։ Սակայն ինչու նա չպատերազմեց գողացված հաղթանակի համար։ Սա էր այն հարցը, որը հուզում է մեզ մինչև այսօր։ Սա էր նրա լռության գինը։ Սա էր նրա լռության իմաստը։ Սա էր նրա լռության տրամաբանությունը։ Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց նրա ժողովրդին։ Միասնություն դաշինքի հաղթանակ էր հսկայական։ Սա նշանակում էր, որ Դեմիրճյանի ստրատեգիան գործեց։ Նա գրավեց ժողովրդի սիրտերը եւ այդ սիրտը բերեց նրան իշխանությունը։ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Սա էր նրա հաղթանակը։ Սա էր նրա ստրատեգիան հաղթանակը։ Նա լռեց եւ իր լռությամբ գրավեց իշխանությունը։ Սակայն իշխանությունը տևեց միայն 5 ամիս, հոկտեմբերի 27-2 օրը։ Երևանի մետրոն կառուցվեց Դեմիրճյանի օրոք, եւ դա էր պարզապես տրանսպորտային խնդիր։ Սա էր հպարտության աղբյուր, սա էր քաղաքի խորհրդանիշը։ Մարդիկ եկան մետրոյի կայարանները եւ հիշում էին Դեմիրճյանին։ Սա էր նրա ժառանգությունը։ Մեծամորի ատոմակայանը կառուցվեց նրա օրոք, եւ դա էր էներգետիկ անկախության խորհրդանիշը։ Սակայն նրա օրոք վիճարկվում է։ Սովետական Հայաստանում նա կառուցեց նոր բնակարաններ, նոր գործարաններ, նոր դպրոցներ։ Դեմիրճյանը էր այդ բոնորի ծնողը։ 1988 տարվա դեկտեմբերին Հայաստանը ցնցվեց աղետալի երկրաշարժից։ Սպիտակը եւ Լենինականը ավերվեցին։ Տասնյակ հազարավոր մարդ զոհեր գնացին։ Դեմիրճյանը այդ պահին արդեն էր հեռացած պաշտոնից, սակայն երկրաշարժը եւ ծաղկադաշտի շարժումը միասին էին։ Դեմիրճյանը հայտնվեց ձեռքում։ Գորբաչովը որոշեց նրան հեռացնել։ Սա էր ուժեղ հարված, բայց ոչ անսպասելի։ Դեմիրճյանը չէր ուզում պատերազմել, այն ինչ որ կատարվեց։ 15 տարի հետո Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն։ Նրա վերադարձը էր անսպասելի։ Հայաստանը էր ծանր իրավիճակում, եւ ժողովուրդը հուսահատված էր։ Մարդիկ ուզում էին արդարություն եւ արդար ընտրություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական լինել, եւ երկիրը էր սպասում նոր առաջնորդին։ Դեմիրճյանը որոշեց առաջադրվել նախագահի թեկնածուին։ Նա չէր որևէ կուսակցության անդամ, բայց նրա անունը միայն արդեն բավական էր հայկական ժողովրդի համար։ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, եւ նախագահի թեկնածուին առաջադրվեց Դեմիրճյանը։ Սա էր կարևոր օրը հայկական պատմության մեջ։ Սա էր այն օրը, երբ Հայաստանը հասկացավ, որ իր առաջնորդը վերադարձավ։ Սպասումները ծանր էին։ Դեմիրճյանը պիտի հաղթեր իր ժողովրդի սպասումները։ Սպասումները ծանր էին, որովհետև ժողովուրդը սպասում էր մի առաջնորդից, որը կարող կլինի փոխել ամեն ինչ։ Սպասումները ծանր էին, եւ Դեմիրճյանը պիտի բավարարեր նրան։ Սակայն նա չբավարարեց։ Նա լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Սա էր նրա դավաճանությունը, եւ նա գիտեր դա։ Սակայն գիտեր նաեւ, որ իր լռությունը դատապարտեց ամբողջ ժողովրդին։ Հոկտեմբերի 27-2 դարձավ Հայաստանի պատմության ամենածավ օրը։
Սա էր այն օրը, երբ Հայաստանը կորցրեց իր ամենալավ առաջնորդներին։ Սա էր այն օրը, երբ ժողովրդական ընտրությունը ընդհատվեց գնդակի հարվածով։ Վազգեն Սարգսյանը դարձավ առաջին թիրախը։ Կարեն Դեմիրճյանը դարձավ ժողովրդի մեծ մույսը։ Սակայն նաև այլ օրենսդիրներ գնացին այդ օրը։ Սակայն ինչ կատարվեց։ Սա հարց է, որի պատասխանը մենք երբեք չենք իմանա։ Սոկտեմբերի 27-2 փոխեց ամեն ինչ։ Սա փոխեց Հայաստանի ժողովրդական կամքը։ Սա փոխեց Հայաստանի ազատության գինը։ Սա փոխեց Հայաստանի արդարության գինը։ Սա էր Հայաստանի ամենածավալը։ Դեմիրճյանի լռությունը ունի հոգեբանական խորք հատկապաստ, որը գերազանցում է ամեն ինչ։ Մարդ, որը կառուցեց սովետական Հայաստանը, կառուցեց մետրոն, կառուցեց ատոմակայան, մի օր լռեց եւ իր լռությամբ կորցրեց ամեն ինչ։ Սա էր ողբերգական հեղեղանքը։ Նա չպատերազմեց գողացված հաղթանակի համար, սակայն նա ընտրեց այլ ճանապարհ։ Նա ընտրեց իշխանության այլ ճանապարհ, խորհրդարանի միջոցով։ Եվ այս ճանապարհը գործեց։ Միասնություն դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրությունները։ Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ, սակայն հոկտեմբերի 27-2-ը փոխեց ամեն ինչ։ Սա էր այն օրը, երբ գնդակները խոսեցին խորհրդարանի դահլիճում։ Դեմիրճյանի լռությունը դատապարտվեց նրան մահվան գնդակով։ Սա էր դատավարությունը, եւ նա իր ձեռքով դատապարտեց իր ժողովրդին։ Վազգեն Սարգսյանն էր պատերազմի հերոսը։ Նա էր այն մարդը, որը կապ ուներ Ծաղկադաշտի պատերազմի հետ։ Սարգսյանն էր բանակի միջոցները, եւ նա գիտեր ինչպես գործել։ Սարգսյանն էր ուժեղ եւ կտրուկ մարդը, եւ նա գիտեր ինչպես հասնել նպատակին։ Դեմիրճյանի եւ Սարգսյանի դաշինքը էր վտանգավոր, որովհետեւ նրանց միացումը կապված էր Հայաստանի ճակատագրի հետ։ Սարգսյանը ուներ բանակի միջոցները, Դեմիրճյանը ուներ ժողովրդի հավատարմությունը։ Սակայն նրանք միասին էին անհամատելի, եւ նրանց միացումը էր վտանգավոր։ Սակայն հոկտեմբերի 27-2-ը դատապարտեց նրանց երկուսին էլ։ Վազգեն Սարգսյանը դարձավ առաջին թիրախը, իսկ Կարեն Դեմիրճյանը կորցրեց կյանքը նույն այդ օրը։ 8 մարդ զոհեր գնացին այդ օրը եւ 30-ից ավելի վիրավորվեցին։ Լրատվամիջոցները այդ օրերին կառավարված էին իշխանությունների կողմից։ Զանգվածային լրատվամիջոցները գրում էին կեղծություններին իմ մասին, սակայն անկախ լրատվամիջոցները խոսում էին ում էին ճշմարտության մասին։ Սակայն Քոչարյանը չէր ուզում լսել նրան։ Դեմիրճյանը գիտեր այդ բոլորը եւ լռեց։ Նրա լռությունը էր ավելի բարձր, քան նրա խոսքերը։ Սակայն նրա լռությունը դարձավ իր վերջին գործիքը, եւ դա էր ողբերգությունը։ Սա էր Դեմիրճյանի ողբերգությունը, եւ դա էր նաեւ Հայաստանի ողբերգությունը։ Իսկ ինչ կլիներ։ Ինչ կլիներ, եթե Դեմիրճյանը խոսեր։ Ինչ կլիներ, եթե նա դուրս գար փողոցներ եւ պահանջեր արդարություն։ Սա հարց է, որի պատասխանը մենք երբեք չենք իմանա։ Գուցե Հայաստանի պատմությունը այլ կլիներ։ Գուցե Դեմիրճյանը խոսեր եւ դուրս գար փողոցներ։ Գուցե ժողովուրդը բարձրանար գնայի փողոցներ եւ Դեմիրճյանը հաղթեր նախագահական ընտրությունները։ Գուցե ամեն ինչ այլ կլիներ։ Սակայն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ նա ընտրեց այլ ճանապարհ, իշխանության ճանապարհ, խորհրդարանական ճանապարհ։ Սա էր նրա ճանապարհը եւ վերջին հաշվով նա հանգեցրեց նրա ողբերգական մահին։ Այս պատմությունը ավարտվեց, սակայն հարցերը մնում են։ Ինչու լռեց Դեմիրճյանը։ Սա հարց է, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի լռությունը հուզում է Հայաստանի ժողովրդին։ Սա հուզում է որպես հարց, որպես ցավ, որպես վերք։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդ իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով, սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը,
որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, եւ հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, եւ նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդ իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության եւ ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, եւ նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց եւ իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը,
նրա վերջին խոսքը, նրա հավերժակական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը ուր թե հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդ իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նա հիշողությունը կենդանի է սերունդների միջով, սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։
Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդ իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս։ Լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։ Դեմիրճյանի հիշողությունը կենդանի է Հայաստանի պատմության մեջ։ Սա էր այն ծանր պահը, երբ մարդը կորցնում է իր հաղթանակը, և հաղթանակը դատապարտում է նրան։ Սա էր ողբերգական հեղեղանքը, որը հուզում է հայկական ժողովրդի սիրտերը։ Հայկական ժողովուրդը հիշում է Դեմիրճյանին, և նրա հիշողությունը կենդանի է սերունդների միջով։ Սակայն նրա մահը մնաց հարց։ Սա էր այն հարցը, որի պատասխանը կարող է նաև փոխել ամեն ինչ։ Դեմիրճյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն առաջնորդն իշխանության է գալիս, նա պիտի ընտրելու լինի իշխանության և ժողովրդի սիրո միջև։ Սա էր նրա ճանապարհը, և նա գիտեր դա։ Կարեն Դեմիրճյանը լռեց և իր լռությամբ դատապարտեց իր ժողովրդին։ Եվ այս լռությունը մինչև այսօր հուզում է ամեն հայի, որը հիշում է իր գողացված հաղթանակը։ Սա էր նրա վերջին դասը, նրա վերջին խոսքը, նրա հավերժական մահը։